հարակից զեկուցողի տեսանկյունից բան չմասի, ես դիտարկեք սա որպես հարակից զեկուցողի ելույթ եւ փոխանցեմ խոսքը եզրափակիչ ելույթի համար պարոն Մամիջյանին։ Խնդրում եմ բոլորիդ որևիցե ռեպլիկ կամ կարծիք չարտահայտի ելույթի վերաբերյալ։ Պարոն Մամիջյան, դուք տեսաք նաև իմ մոտեցումը, վիրավորանքից ձեր զրպարտություն զերծ մնալու, հուսամ ձեր ելույթում էլ նույն բանը կկրկնվի։ Ժողովուրդը իմաստուն է, շատ իմաստուն է, ամենաիմաստունն է, դրանում կասկած չկա։ Այդ ժողովրդին խաբել չի կարելի։ Ժողովրդից խաբեությամբ ձայն գողանալ չի կարելի ու դրան ես դեռ կանդրադառնամ։ Ես ստիպված եմ լինելու անդրադարձնել կամ պատասխանել բոլոր հնչած ելույթներին, հերթականությունը իմաստնային չի։ Սկսենք պարոն Վարդանյանի նշածներից։ Պարոն Վարդանյան, իմ համար զարմանալի է, որ դուք այսպիսի կռվարներով արձագանքեցիք։ Լավ է արել մեր խմբակցությունը չի մասնակցել սնդիկ փարթիների տարբեր։ Լավ է արել։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև դրա համար, հաստատ ոչ ձեր։ Ինչքան հաճախ ուզում եք դուք կրկնեք, որ ԿՊ-յու մարշալույսները խաղաղ են, գիշերները կրքոտ են եւ այլն, դրանից իրականությունը չի փոխվում։ Բոլորս տեսնում ենք ինչա կատարվում ձեր ֆրակցիայի եւ կուսակցության ներսում։ Վերադարձի իրավունքի մասով դուք լուրջ եք ասում, որ մենք խափում ենք մեր հայրենակիցներին։ Լավ չեք լսել երևի երրորդ նախագահի արձագանք այդ հարցին։ Լավ չէիք լսում, երբ որ ես էի խոսում, որ դա որպես իրավունք պիտի շարունակի գոյություն ունենալ, որ առկա իրավիճակով դա տեղի ունենալ չի կարող։ Դա ասել է նախագահ Սարգսյանը։ Հիմա ինչի համար եք փորձում մանիպուլացնել, ընդ որում մանիպուլյացիա, որը մի քանի անգամ արվել է ու հակադարձվել է։ Ասում եմ, ոչ մեկին թույլ չեմ տա Արցախից բռնի տեղահանվածների վրա քաղաքական դիվիդենդ հավաքել։ Իհարկե, վշտի եւ դժբախտության վրա դիվիդենդ չի կարելի հավաքել։ Բայց Արցախի հանձնումը բնական աղետ չէր, որ տենց եղավ։ Ով էլ լինելու է։ Տենց չի։ Դա ունեցել է հստակ պատճառներ, հստակ նախադրյալներ, ու դուք ինձանից լավ դա գիտեք։ Հաջորդը, գիտեք, ով ասես սենյակում կարող էր դա շահարկել, բայց դուք փորձեք մտցնել այդ շահարկումը, որ նախագիծը իմպիչմենտի նախագծի հետ նույնն է։ Իմպիչմենտի նախագիծը կոնստրուկտիվ, դեստրուկտիվ կամ պոզիտիվ, նեգատիվ տարբեր ձևեր են անվանում։ Այնտեղ տեխնացու կա, այո, Դավիթ Համբարձումյանն է։ Հայտարարության մեջ որտեղից եք որոշել, որ պիտի դա գրած լինի։ Ընդ որում կարող է այսօր առաջի անգամ ես ասեցի, որ Դավիթ Համբարձումյանն է տեխնացու։ Կես տարի է դա պատտվում է։ Ասեմ ավելին, իմիջիալոց ձեր տեխնացուի հետ կապված հետաքրքիր ինչ-որ տրամաբանություն կառուցեցիք։ Պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարեց, որ մենք նախաձեռնելու ենք, պատրաստ ենք միանալ, նախաձեռնել, ստորագրել իմպիչմենտի գործընթացի տակ։ Կոչ արեցինք մյուս քաղաքական ուժերին, խորհրդարանական եւ արտախորհրդարանական հետ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ոչ մեկ դա չարեց։ Մենք վերցրեցինք մեր վրա պատասխանատվություն, առաջ քաշեցինք Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, որը իմիջիալոց այդ ճամբարներից, որ անդադար խոսում եք, նորից կրկնեմ, Մասիս համայնքը ամենաշատ իմ տեղեկություններով մեր հայրենակիցներ հյուրընկալած համայնքներից մեկն է առնվազն, եթե ոչ ամենամեծը։ Իսկ մենք խոսում ենք այն մարդու մասին, ով որ դրա անմիջական կազմակերպիչն է եղել։ 20,000 շնորհակալություն։ Հիմա դուք ինչ-որ տրամաբանություն եք կառուցում, եթե այդպես, ապա առաջնորդը ոչ այս պահին, որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, մենք առաջարկում ենք Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, որի գործառույթները այդ հայտարարության մեջ նշված են։ Մի խոսքով դուք ավելի լավ կարող եք ինձ արձագանքել, չգիտեմ ինչի էսպես արձագանքեցիք։ Ձեր առաջարկը չի ընդունվում Բեռնագրի փոփոխությամբ, պարոն Վարդանյան։ Ինչ որ ակնարկներ էիք անում եկամուտների եւ այլնի հետ կապված հայտարարները բացեք նայեք։ Ինչ վերաբերվում է ժողովրդավարություն չկար, արդեն չեմ հիշում ձեզանից որ մեկը ասաց, ուրեմն ցանկացած փողոցային պայքարի ժամանակ
դրա անարյուն անցնելը շատ ավելի շատ իշխանությունների շնորհքն է, քան թե փողոցային պայքար իրականացնողների։ Այնպես որ այդ ժողովրդավարություն չկարի մասով հիշեք 18 թիվը։ Մարտի 1-ին դեռ կհասնեմ Տիկին Ղազարյան։ Ով էր ասում, փաստեր են, այս թվերը փաստեր են, չեմ կարողանում հիշել ճիշտն ասած, Տիկին Ջուլհակյանը։ Գնանք մի հատ Ղարաբաղ, Տիկին Ջուլհակյան։ Կամ Ջերմուկից մի կիլոմետր են կողմ։ Փաստեր են։ Երբ որ խոսում են մարտի 1-ի մասին, ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում Տիկին Քլա։ Նախ այդ օրվա սպանությունների մեղավորների քննություն մինչև հիմա տեղի չի ունեցել եւ չի ընթանում այս իշխանությունների օրոք։ Այն իբր բացահայտումները, որոնք արվում են, շատ ուրիշ նպատակներ ունեն, մեկ։ Երկրորդ։ Իսկ գուցե այդ օրվա տեղի ունեցածների մեջ նաև շատ ծանր մեղավորություն ունի այն մարդը, որ գոռացել է, ինչ եք նայում, ինչ եք ծափ տալիս, քարեր եւ փայտեր վերցրեք նախադասությունը, հեղինակ Նիկոլ Վովայի Փաշինյան։ Ինչ վերաբերվում է մարտի 1-ի միեդի եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում ես թեմայով խոսելու համար, ձեզնից անձամբ։ Ինչ վերաբերվում է միեդի որոշմանը, իսկ կարող է այդ միեդի որոշումը այդպես տեղի ունեցավ, որտեղ Հայաստանի Հանրապետության իրավական հարցերով ներկայացուցիչը այդքան էլ ակտիվ չաշխատեց այս տարիների ընթացքում այդ թեմայով։ Այդ թեմայով։ Մնացած հարցերին չեմ անդրադառնում։ Դժվար չէ, պատասխանում, դժվար չէ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեր այդ պահին միջազգային ատյաններում Հայաստանի հարցերով ներկայացուցչին գնա եւ պաշտպանի կառավարության պետության դիրքորոշումը այնպես ինչպես պիտի լիներ։ Սա էլ ձեր պատասխանը թե ինչի, այդ թվում նաեւ ինչի եղավ միեդի որոշումը։ Միեդի որոշման հետ ես կարող եմ համաձայնվել, չհամաձայնվել, ես իրավաբան չեմ։ Դրա համար ուրիշ հարթակներ կան, իմ դիրքորոշումը այդտեղ կասեմ։ Բայց ձեր հարցին թե ինչու այդպես եղավ, պատասխանում եմ սա։ Հա, դիրքեր կահավորելու հետ կապված պարոն Աբրահամյանը, երբ որ ներկա է, իհարկե ես ամենաարժանահավատ աղբյուրը չեմ խոսելու, բայց խորհուրդ կտամ բացեք մամուլի հրապարակումները, որտեղ խոսվում է թե ադրբեջանական օկուպանտները, ինչպես են կահավորում այն տեղերը, որտեղ իրանք գտնվում են։ Դիրք բառը չեմ ուզում օգտագործեմ, իմ հողում ադրբեջանցում դիրք բառակապակցություն չեմ կարող այս օգտագործեմ։ Ինչ որ մեկը ասում էր միստիկ ձևակերպումներ, այդ անտերը միստիկ ձևակերպում չի, սահմանադրության մեջ է գրած իմպիչմենտի մասին, հասկանում եք։ Միստիկ ձևակերպումներ։ Բանակցային գործընթացի մասին էր այստեղ ինչ որ մեկը խոսում, ժողովուրդ ջան, հրապարակեք այդ փաթեթները։ Հրապարակեք, դադարեցնենք այս ամեն ինչը։ Եթե նո ձեր ձեռն է, եթե իմ ձեռը չի։ Հրապարակեք այս անիմաստ պոլեմիկաները դադարեն, ով ինչ է արել, ով ոնց է արել, այնտեղ սև հոսպիտալի վրա գրած ալնելու։ Մասնավորապես 19-ի փաթեթը։ Տիկին Դավոյանը մի շարք բաներ ասաց, որոնք իրականության հետ ուղղակի կապ չունեն։ Ես երբևէ Հայաստանի Հանրապետությանը չեմ մեղադրել որևէ բան սանձազերծելու մեջ։ Ես խոսել եմ, թե ինչ մեծ անզգուշություններ Տավուշյան դեպքերը այդպես ներկայացնելը, ու ինչպես ենք մենք նմանօրինակ դեմքում շարժվել դրան նախորդող 5 տարի առաջ։ Ուղղակի ես երբեք չեմ ասել նման բան։ Եթե ուշադիր լինեիք խոսքիս, ես հատուկ խոսքիս մեջ նշեցի, որ ցանկացած մինչ օրս տեղի ունեցած ագրեսիայի մեղավորները Ադրբեջանն է իրանց իշխանություններով։ Իսկ ինչ բանակցային փաթեթ էինք մենք թողել, ախր դա Փաշինյանն է այդ ձայնագրության մեջ ասել է։ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ ձայնագրությունն է, որտեղ ասում է ինձ գժի տեղ եմ դնում, բայց դա չի էական նախադասություն է։ Ասում է, որ մենք արդեն գիտենք, որ Ալիևը համակերպվել է, որ Ադրբեջանը չի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կարգ։ Էդ էլ որ չասեք միշտ 16 թվականի կառավարության նիստի ասածն են բերում։ Էս էլ հո Փաշինյանն է ասել, այո։ Այդ էր բանակցային ժառանգությունը։
Նորից եմ ասում, հղում Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած կետերին, թե նախագահ Սարգսյանն Արցախում կամ այստեղ ինչ է ասել, պարոն Աբրահամյանը արձագանքեց, ոչ մի թիզականության մեջ Սերժ Սարգսյանին մեղադրելը նույնիսկ դուք չեք կարող էլի այդպիսի մանիպուլյացիա անհնար է անել, կարծում եմ։ Տիկին Ջուլհակյանը հարցնում էր, թե ինչի մասին էր խոսում նախագահ Սարգսյանը վարչապետի ընտրության ժամանակ ազգային ժողովում, հոբելյանական միլիոներորդ անգամ պատասխանում եմ։ Հայաստանը երբեք Ադրբեջանի հետ չի բանակցել, Հայաստանը միշտ բանակցել է միջազգային հանրության հետ, որը պետքա գործիքներ եւ ճնշումներ գործադրեր Ադրբեջանի վրա, որ խնդիրը լուծվի։ Աշխարհում բոլոր նման կոնֆլիկտները սենց են լուծվել, բոլոր։ Չկա ուրիշ դեպք, հասկանում եք։ Կարող է մի հատ լինի, որը կհաստատի կանոնը։ Ինչ վերաբերում է մետրոպոլիան, նախագահ Սարգսյանը բացատրում էր ինքնորոշման իրավունքի սուբյեկտները, ովքեր են հանդիսանում։ Նորից վերընթերցեք այդ ինտերվյուն։ Հա, Տիկին Դավոյան, ինձ թվում էր, տենց արդեն ոչ բոլորը իրանց արժանապատվությունից ցածր կհամարեն այդ բանաձևի վերաբերյալ ձեր են ժամանակ իմ դեմ սանձազերծած ֆեյք արշավը, բայց փաստորեն չէ։ Այն որ տենց հպարտորեն ասացիք, որ ադրբեջանական կողմի բոլոր առաջարկները մերժվել էին, գիտեք դա ով էր արել։ Հարցրեք Ռուբինյանից կասի ովքերով ենք արել։ Ես մասնակցել եմ այդ աշխատանքներին, բայց ես ունակ չեմ քվեարկել մի փաստաթղթի, որտեղ գրած է լիքը սուտ ու մի կետով գրած է գերիների մասին։ Եթե տենց բան կա, ասեք ես հենց հիմա փոփոխություն մտցնեմ ես հայտարարության մեջ, չնայած կա գերիների մասով։ Ուրեմն դուք գերիների վերադարձին համաձայն չեք, Տիկին Դավոյան։ Խեք դեմ քվեարկում սրան։ Հələ պարոն Վարդանյանն էլ կոչ է անում։ Նույն տրամաբանությունն է, մի ամբողջ հայտարարություն, որտեղ գրած է լիքը սուտ բաներ, մեջը մի կետ։ Ու դուք ինձ ասում եք, դե դու չքվեարկեցիր։ Քո հետ քվեարկեցին ադրբեջանցիները, հոլանդացիները ու թուրքերը։ Մեզ էլ ռևանշիստ անվանում են թուրքերն ու Ադրբեջանը, մեկ էլ դուք, Տիկին Դավոյան։ Ժպտալ պետք չի։ Դահլիճում ազատ տեղերի մասով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում բոլոր լսումները, որոնք ես գիտեմ, որ տեղի են ունեցել են առնվազն 200 հոգանոց մուտք ունեցողների ցուցակ, որտեղ լսումները տևում են, կոնկրետ մերը 6 ժամ, լինում են մարդիկ, որոնք դասախոսում են այլ վայրում, աշխատում են, ընթացքում գալիս են, մտնում են եւ այլն եւ այլն։ Իսկ դահլիճը ունի 160 տեղ։ Ձեր աշխատակազմը ազգային ժողովի հաստատեց 160 հոգանոց ցուցակ, այնինչ մենք ներկայացրել ենք 300 հոգանոց ցուցակ։ Տրամաբանական է, մարդիկ, որոնք կեսից պետքա գային, իրանց տեղերը դատարկ էր, այդտեղ որևէ արտառոցման չկա։ Այո, դուք խոչընդոտել եք, որովհետև չեք հաստատել են ցուցակը, որը մենք ներկայացրել ենք։ Ժողովուրդ, թարգեք այդ մեզ խորհուրդ տալը, թե որ գործիքով մենք իշխանապողություն Հայաստանում իրականացնենք։ Կես տարուց ընտրություն է։ Հա, կես տարուց ընտրություն է։ Ինչ գիտես, մինչև ընտրություններ մի հատ նոր Վաշինգտոնյան դրամաբանություն կկնքի, չէ, չասեք, դա խաղաղություն է։ Փաստաթուղթ, որ ասում ես, լավ, կնքել ես, հասկացանք, այսինչ կետը ոնց անելու, այսինչ կետը ոնց անելու, այսինչ կետը ոնց անելու։ Չգիտեմ, տեսնենք փոխադարձությամբ 4 կետերը պարտադիր։ Թրամփը ասել է։ Համարը ունեմ։ Այ մի հատ էլ այդ այնց փաստաթղթի կնքում չեմ ուզում մինչև ընտրությունները, դրա համար ուզում եմ որ առաջ այս փոփոխությունը տեղի ունենա։ Իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, եւ մենք ասել ենք, որ մինչև 54 ստորագրություն չլինի, մենք այն չենք ներկայացնելու։ Հա, Հայաստանում ընդդիմադիր թիմ ղեկավարների վերաբերյալ գնաք կպատմեք Մամիկոն Ասլանյանին, որը ձեզ հաղթեց ու հետո բանտարկվեց։ Ու նաև էլի տենց դեպքեր կան։ Երևանի քաղաքապետարան, Երևանի ավականու ընտրությունն էլ տենց ոնց որ այդքան էլ հարթ չէր, մինչև այս ընտրությունը Գյումրիում էլ նման օրինակ պատմություն կար, որ տենց պետք չի էլի։ Մեկ էլ ժողովրդավարության եւ տենց ծիածանների մասին կպատմեք Արմեն Գրիգորյանի հարազատների։ Հա։ Կամ կպատմեք Սամվել Վարդանյանին, ում խոշտանգել են ոստիկանական մեքենայի մեջ։ Կամ կպատմեք լրագրողներին, որոնց Անդրանիկ Քոչարյանը եւ այլ ձեր գործընկերներ թիրախավորում են։
բռնության կոչերից են խոսում։ Այդ ո՞նց է ստացվում նույն բանը ԿՊ-ական պատգամավորը ասում է բռնության կոչ չի, ուրիշ մարդ ասում է բռնության կոչ է։ Մի խոսացրեք էլի։ Հա, բանը ծաղկող կոռուպցիա։ Անիվը հիշացնեմ, թե լավ է։ Թե հիշացնեմ, որ հանկարծակի բոլոր ԿՊ-ական պաշտոնյաների ծնողները կենսաթոշակային տարիքի Աստված իրանց երկար տարիների կյանք տա։ Ոնց են հաստատվում այդ 30 տարվա միլիոնավոր դոլարների վարկերը։ Կարող է մենք տարբեր երկրներում ենք ապրում։ Մի հատ հարթուկի վարկ կենսաթոշակառուին դժվարությամբ են վարկերում հաստատում, ստեղ միլիոններ է գնում։ Հաջորդը։ Ես իհարկե երկար կարող եմ պատասխանել ձեր տնտեսական ցուցանիշներին, խոսենք գնաճի մասին, արտաքին պարտքի մասին, բայց ոչ դուք եք դրա մասնագետ, ոչ ես եմ, ձեր վերած թվերը բացարձակ էական չեն իմ նշածների համատեքստում, ու այսպես շարունակ։ Հասանք ամենակարևորին, ասում է, մեր կառավարության ծրագրում նշած էր, որ մենք պետք է խաղաղություն, անցումներ եւ այլն կառուցենք։ Այդ դա կատարել ենք։ Տեսեք, այդ նույնն է, ոնց որ մարդը հիմա կանգնի նոր տարի է, չէ՞, մի քանի ամսից։ Խոստում տա, ասի ես խոստանում եմ առնեմ ամենանոր iPhone-ը, այն գազարագույն որն է, հիմա ամենանոր 17-ը։ Հետո ասի ես խոստանում եմ դա առնել արդար քրտինքով։ Լավ աշխատեմ, շատ աշխատեմ, այդ գումարով գնամ առնեմ։ Հետո 3 ամիս հետո գնա երիկամը ծախի ու այդ iPhone-ը առնի, ասի, դե ես հիմնական խոստումս iPhone-ը առնելն էր, չէ՞։ Չէ։ Հիմնական խոստումը դա չէր։ Հիմնական խոստումն էր Շուշի հադրուտ դեօկուպացիա, 3 հիմնարար սկզբունք, անջատում հանուն փրկության եւ այլն եւ այլն։ Այս սրանք իդենտիկ օրինակներ են, լրիվ 100%։ Այդ դրա համար ենք ասում, որ դուք խեղվել եք ձեր կառավարության ծրագրից։ Այդ ընտրությունների թեզը կամ հա իմիջիալուց Տիկին Ջուլակյան լավ որ եկաք դուք հեղափոխություն բառի քաղաքագիտական սխալ սահմանում եք վերում, դա չի քաղաքագիտական սահմանում հեղափոխություն։ Ինջուլակյան մեկ պայմանավորել են, որ ոչ ոք չի ընդհատելու պարոն Մամիջանյանին, խնդրեմ։ Դուք այդպես սահմանումներ սահմանելու իրավասություն չունեք, էլի, տերմինոլոգիայի տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այդ շատ կայֆ պահ է, ասում է դուրները չի գալի փոխեք, բայց որ փոխել եք, նստացնելու ենք, վրաներդ կրակելու ենք, գործեր ենք հարուցելու, վրաներդ բաներ ենք, նռնակներ ենք նետելու եւ այլն, տղայք փոխեք։ Սրանից հետո Փաշինյանին խորհուրդ տվեք։ Ոչ թե ասի, եթե դուր չի գալի փոխեք, այլ թող ասի տղայք փոխեք։ Որովհետեւ իր գործողությունները ու բովանդակությունը ավելի շատ դրան են նման։ Այո, եւս մեկ անգամ արձանագրեմ։ Ես շատ շնորհակալ եմ, որ դուք թվարկեցիք այս տարիների ընթացքում մեր բոլոր կատարած փորձերը։ Բացատրեմ ինչի։ Որովհետև դրանից հետո մեծ հաշվով ես կարող եի ելույթ էլ չունենալ։ Որովհետև սիրելի քաղաքացիներ, մենք խոստացել ենք ձեզ անել ամեն ինչ, որպեսզի Փաշինյանը հեռացվի։ Եվ Տիկին Ջուլհակյանի թվարկումը ցույց էր տալիս, որ մենք դա արել ենք, անում ենք եւ շարունակելու ենք անել։ Ինչքան ուզում ա դուք դրան փորձեք խոչընդոտել, խանգարել, անօրինական ձևերով, մենք մեր նպատակի ուղղությամբ շարժման ընթացքում որևէ խոչընդոտ չենք դիտարկելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցի քննարկումն ավարտվեց եւ շարժվելով ընթացակարգով հարցի քննարկման ավարտից հետո հարցը պետք է դրվի քվեարկության։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության կողմից ներկայացված ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը, որը չի լրամշակվել, ճիշտ է, հեղինակի կողմից։ Ով է կողմ նախագծի ընդունմանը։ 1, 2, 3 կողմ։ Ով է դեմ։ 1, 2, 3, 4, 5, 6, 3 կողմ, 6 դեմ, ձեռնպահ չունեն կարծես թե, 0 ձեռնպահ,
ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս նշված նախագծին։ Հարցի քննարկումն ավարտված է, հարգելի գործընկերներ, ասում ենք օրակարգում ընդգրկված այլ հարցերի քննարկմանը նիստը հանձնաժողովի անդամներին եմ զգուշացնում, նիստը դեռ չի ավարտվել, նիստը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեղինակել է Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, այս հարցով հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ պարոն